դիտորդներից մեկը Եգոր Պապիկյանը ռուսերենով է գրել, բայց թարգմանել եմ, ասում է իմ մոտ կար տպավորություն, որ ամեն դեպքում ուժեղ Հայաստանը ուներ այդ պլան B-ն, այսինքն պետք է մշակված լիներ եւ այլն, եւ դե այդ հարցը վստահ եմ, որ շատ են տվել, բայց եկեք նորից դրան անդրադառնանք, էլի ամեն դեպքում այդ պլան B կոչվածը կար թե չկար, թե համոզմունքը այնքան մեծ է, որ չնայած բոլոր այդ խախտումներին, չնայած բոլոր այդ ապօրինություններին, միևնույնն է հաջողվելու է։ Տեսեք, այդ մյուս պլան B կամ պլան K-ի մասին փակագծեր այս պահին չեմ փորձի բացել, բայց միանշանակ ոչ թե համոզմունք, այլ բոլոր տեսակի հարցումները մեր քաղաքացիների, այսպես ասած, ռեակցիաները հստակ ապացուցում են, որ մենք հենց գնում ենք այդ ճանապարհով։ Բայց Նիկոլ Փաշինյանի ուրիշ թիմագիստերի կողմից, ասենք, չգիտեմ, ուժայիններ մնացած է, ընդրակեղծիկները այն աստիճան շատ էին, որ այս պարագայում ես անգեղ չեմ պատկերացնում ինչ որ դերակատարության օրվա մասին է միայն խոսքը, որ հնարավոր լիներ այս ընդրակեղծիկների դեմ պայքարել ունեցած ռեսուրսով, եւ որ ամբողջ պետական համակարգը լցված է իրենց անունով, չէ, մոտավորապես 84,000, եթե չեմ հիշում, անձնագիր ծրագրով չէր նույնականացվել։ Ունեցանք աստղաբաշխական թիվ 17,000 անվավեր ճանաչված քվեատերտիկ, այսինքն մոտավորապես 100,000 ցեն անհասկանալի պայմաններում, չգիտես ինչ էր, այդ փողոցային բարբերով ասած այդ ֆրցրեցին, թե ինչ արեցին։ Ու չեմ խոսում վարչական ռեսուրսի մասին, չեմ խոսում իրականում տրված ընդրակաշարքների մասին։ Ընդրակաշարքը ախր մեր հայրենագիտները պետք է իմանան մի կարևոր բան, որ դա հանել 10 կամ 20,000 դրամ տալ, ասել գնա ուժեղ Հայաստան ընդրի կամ էս չէ։ Չէ, ընդրակաշարքի միանշանակ համարվում է, որ երկրի վարչապետը դեկտեմբեր ամսին ազգային ժողովից հայտարարություն անում, որ թոշակառուները փողի կարիք չունեն, թոշակառուները ավելին չգիտեն, թե 10,000 դրամը ինչպես օգտագործեն, ու պլյուս պետության վրա ահռելի բեռը լինելու չեն կարողանալու այդ դրատագից դուրս գալ։ Բայց ընդդիմությունների նախաշեմին ոնց որ Նիկոլ Փաշինյանը հեշտական անգամ 170 աշճանով փոխվեց, ու ընտրությունից հետո կառավարության առաջին նիստին սկսեցին ակցիզների եւ այլն հարկեր դնել, որ թանկացումները սկսել են։ Ես չգիտեմ, տեսել եք թե նորմալ է։ Մենք մեր հայրենագիտին 100 անգամ զգուշացրել ենք, որ ուղղակի անհնար է։ Ես վստահ եմ ապահովության մասով էլ ենք խնդիր ունենալու, անհնար է չունենալ։ Մյուս թանկացումը միգուցե այս պահին նաև մեր հայրենագիտին ինքը փոքր թվա, բայց կրգեսի կները 1000 դրամը դարձել է 100%-ով ավելացել, դարձել է 2000 դրամ։ Այսինքն կրգես 1000 ներություն կրգես ասացի կենտանաբանական այգին։ Այսինքն այն ընտանիքները, այն մարդիկ, ովքեր որ ունեն 2-3 երեխա, հիմա արդեն կարող է 3 անգամ էլ թանկացնել։ Չեմ զարմանա։ Նոր բնակիչներ քաղ բանտարկյալ առուզներ են հայտնվել։ Դե մի արյուծին չգիտեմ ինչ ասեմ, այդ մասով կլռեմ կամ ավականություն նախագահ։ Այդ մասով չլռենք, իսկապես մի հետաքրքիր է, լավ, հիմա քաղաքական դաշտում, որտեղ հասկանալի է, չէ՞ որ այսօր Ծառուկյանն է թիրախում, վաղը մյուսօր չեմ էլ ուզում ասեմ Աստված չարացե, որտեղ դա արդեն շարունակվող process է Սամվել Կարապետյանի դեպքում այսօր տեսանք որ նաև Նարեկ Կարապետյանի դեմ էին եւ ոչ միայն նրա ձեր ցուցակից մի քանի մարդկանց դեմ այո փորձել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անձնամխելիություն ձրկելու այդ դատախազության միջնորդությունները որ ԿՀ-ն արդեն անելիք էլ չուներ էլի վստահ եմ որ խորհրդարանը հենց ձևավորվի առաջի հերթին իրենք այդ դրա հետևից են գալու Այսինքն հիմա ստրատեգիան լավ, այս ամեն ինչի ձեռքը բռնելու այդ մարդկանց Նիկոլի Ճիրաներից հանելու եւ նաեւ ամենապարզ ինքնապաշտպանությունը ապահովելու ռազմավարություն մշակված արդեն կա, թե չկա, թե ինչ process-ների մեջ։ Ռազմավարությունը, այսպես ասեմ, ամենօրյա ռեժիմով մշակված տարբերակ է, ամենօրյա ռեժիմով փորձում ենք կատարելագործել քաղաքական թիմով։ Այդ մասով քանի որ հենց շատ ճիշտ ասեցինք ռազմավարություն է, փակագծեր շատ չեն բացի, բայց միանշանակ հայ ազգին, սկսած ինձանից, ձեզանից, բոլորից պետք է բոլոր ու հնարավոր օրինական ճանապարհներով ազատել Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, ճիրաններից, որովհետև տեսեք, իրականում ցանկացած պարագայում փուչիկը պայթելու հատկանիշ ունի։ Մի օր ուշ, մի օր շուտ, բայց դա այդ օրը գալու է, որովհետև ես էլ եմ մնում եմ իմ կարծիքին, որ հայ ազգը արժանի չի նման վատ վիճակում, նման նվաստացած
վիճակում լինելու։ Այս ոչ թե ես ճիշտ է ավելի շատ Նժդեյան, հա, գաղափարի կողմնակից եմ, բայց ամեն դեպքում հայ ազգը այսքան տարիներ, հազարամյակներով է եղել ու վերջում կա նման պայմաններով Աստված մի առածը իր վաղճան ունենա, չեմ հավատում, վստահ եմ մեր համար զարթոնք լինելու է ու այս ամեն ինչից կարողանալու ենք ազատվել։ Իսկ օրինական ճանապարհները որոնք են այդ դիմադրելու էլի այս ամեն ինչին։ Օրինական ճանապարհները հենց այստեղ նաև ենթադրում այդ մասով խոսելու ենք, բայց փորձեմ այդ մասը հագիստ ասեմ, հետո ըստ անհրաժեշտության կավելացնենք մեր համար մանդատներ վերցնելը այդ ճանապարհից մեկն էր, որովհետև ամենօրյա ռեժիմով նաև ունենալով հնարավորություն արդեն օրենս դրում միջազգային կառույցների հետ կապված, Եվրոպարլամենտ եւ այլն այդ բոլոր ազդակները հասցելու մեր համար առնվազն լավագույն տարբերակներից մեկը դա է, իհարկե դա նաև չի բացառում փողոցային պայքար կոչվածը, փողոցային չասենք, ավելի շատ ասեմ ազգային ժողովի շենքից դուրս պայքարը, որովհետև տեսեք, այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանից քանի որ ամեն ինչ սпасելի է, այս մարտը ճունի որևիցե կարմիր իրեն համար, այսինքն հայտարարությունների տեքստով հստակ հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին, դրա համար առնվազն մեր համար գոյություն ունի Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, մեր համար գոյություն ունի օրենքներ, ինչը իրենց համար չունի։ Չէ, հələ որ չի ստացվում, որ ինչին որ տենչում էին, կարծես թե չի ստացվում, իրանք կնում են, իրենք խոսում են, չէ, 65%-ից սահմանադրական մեծամասնություն եւ այլն, բայց դա չի ստացվելու։ Երբ որ նայում ենք, տեսնում ենք որոշումներ կայացնելու մեխանիզմները, այնտեղ որտեղ չի ստացվում սահմանադրությամբ, այդտեղ առաջնահերթություն է տրվում Փաշինյանի անձնական կարծիքին։ Այնինքն կարող է իրեն հայտարարել, որ ես հեղափոխական գործիչ եմ եւ անում եմ հեղափոխական որոշումներ, քայլեր։ Սպասել է հենց։ Ու ասենք հաջորդ քայլին ոնց Ծառուկյանի դեպքում տեսան 2000 հոգի թիվ կարդացի, որ իրավապահներ են մոբիլիզացվել Գագիկ Ծառուկյանի դեմ այդ գործողությունը անելու համար երկու տարբեր տեղերում էլ այդ որ զուգահեռ խրտվիլակների համար խրտվիլակները տանելու խրտվիլակները տանելու ամբողջ Հայաստանով իրական սա բիզնեսներին կբել են 2000 հոգի, ասինքն ինքը պլանավորել էր, այդքան մարդը մոբիլիզացրել էր բոլորի ժամը 5 այդ նույն ձևով 2000 չէ 5000 հոգի մոբիլիզացնի եւ ասեն որ սահմանությունը այսօրտեղ այսպիսինն է իրականում սпасելի է անգեր սпасելի է որովհետեւ օրինական ես հասկանում եմ որ այո փոփոխությունները պետք է լինեն օրինական ճանապարհով բայց գիտեք այդ բանն էլ կա մյուս տարբերակն է կա էլի ասենք մարդու հետ շախմատ ես խաղում ինքը քո հետ շախմատ չի խաղում բոքս է խաղում ուրիշ բան է խաղում դե հա Գագիկ Ծառուկյանի դեպքն էլ իրականում իր տեսակի մեջ յուրով էր որովհետեւ տեսածայնագրությունը չէ հաջորդ օր տեսածայնագրություն են գցում ոչինչի մասին ու ցույց են տալիս թե ինչպես են 70 տարեկան մարդուն ով որ դարապես բան չի անում գետնին պարգաստում ու այստեղ ամենացավալին գիտեք որն է որ համաչափ ուժի կիրառում հասկացություն կա իրավաբանության մեջ եթե մարդը չգիտեմ մարտասպան լինի ինչ որ ծանր հանցագործություն արած լինի միտեղ ասես թե լավ նորմալ է որ ասում է բան չեն անելու շնորհքով չեն ուղեկցելու շատ լավ բայց երբ որ խոսում են գնացել են մարդու տուն ու այդ էլ իհարկե քաղաքական պատվեր է որովհետև ինչքան ես հասկանում եմ նաև Արուձին ու մեղք չվերցնեմ ին վրա սպանելը այդ հայտարարությունների հետ կապված չէ հերրակա քարոզարշավի ժամանակ ես հարցազրույցում ասացի որ ինձ համար դա համոզմունք է որ հենց այդ նպատակով էլ այո հենց սպանվել է նպատակաուղված որ առուծով է ինձ վախեցնում դե տես առուծից ինչ կանեմ հիմա Պրոստը այդտեղ մի հատ հարց կար որ էկնա չէ սատկե պետքա որցը լիներ խոսում էին որցից լսի դե կարող է իրանք չեն տարբերել հիմա էկ է որցը այդ էլ բան է էլի մանավանդ այս ուժի դեպքում բայց էլի մարտավարությունների մասին նաև քանի որ մեր հեռուստադիտողներն էլ են հարց տալիս այսօր էլի կարևոր իրադարձություն եղավ ձեր քաղաքական ուժի հետ կապված Նայարա Նիկողոսյանն է հարցնում, բայց ես խնդրում եմ Ռուբենին հարցնել, թե ինչի հետ է կապված ուժեղ Հայաստանի 100-ից ավելի падգամավորների տեխնացուների ինքնաբացարկ հայտարարելը։ Սա նույնպես ինչ որ մարտավարական քայլ էր, թե ինչ էր, որ խնդրենք 100, հա, իհարկե 100 խոսքը 106 падգամավորի մասին է խոսքը, մենք այդ մասով
շատ մոտ օրերս պաշտոնական հայտարարություն արդեն ուժեղ Հայաստանի կողմից կլինի, բայց միայն մեկ բան այդ մասով կասեմ, որ դա միանշանակ մարտավարություն է, մեր հարգելի Նաիրանն էլ դրանում կհավաստվի ու նաև սրա մասով կասեմ, որ մենք հենց սրանով նաև մեր թիմագիստները ցույց են տալիս, որ մենք ամենօրյա ռեժիմով ավելի ենք ուժեղանալու, ժամանակը ցույց կտա պաշտոնական հայտարարությունից հետո, թե ինչի այս քայլը եղավ ու միանշանակ Հայաստանի Հանրապետության հայ ազգի մեր հայրենագիստերի համար դա լինելու է լավագույն ելքը։ Շատ լավ։ Եթե հարց ունենք, մի քիչ շատ եմ բանալ, բայց ՍԴ որոշում էլի կարծում եմ սպասելի, այսինքն դժվար եմ հավատում, որ այլ ակնկալիք ունեիք այնտեղ ՍԴ-ից։ Տեսեք, ընդհանրապես իրավաբանություն դες փաստաբանել եմ, փորձեմ բայց այսօր իրավական մասը չանենք, ավելի շատ քաղաքական զրույց անցկացնենք։ Իմ ձերբակալման ժամանակ, օրինակ Շիրակի մարզի առաջին Ադյանին տարածության դատարանը որևիցե մեկը չէր հավատում, որ ես կալանավորվելու եմ։ Այդ պարոն Վրտանյանը շատ ճիշտ ասացած, երկես այսպես արած փաստաբան լինելով հանդես, որ հանդարտ տեսնում էի վիճակը, ձերբակալվեցի, հետո կալանավորվեցի։ Միշտ մեզ թվում է մարդկանց, ավելի պետության մեջ, հանրապետության մեջ, մեր պետք է մարդը վստահ լինի ու հավատա երկրի դատարաններին, օրենքներին եւ այլն եւ այլն։ Իհարկե մեր դեպքում վերջին ժամանակներս քան որ բռնապետական ենք դարձել կամ միապետություն, դերևս չեմ հասկանում անգերց այդ մերը որի տագանումը կրիտերիան ավելի շատ ու որին է համապատասխանում, միշտ մեզ թվում է որ չէ դե всё-таки այդ աշճան ոնց որ ոչ իրավական ճանապարհով չեն գնալու, բայց տեսեք առաջի Ադյան դատարան հստակ իմ մասով առնվազն կար տեսած այնագրություն, որտեղ որ ես որից է բան չէի անում, հանցակազմը հստակ բացակայում էր, հիմնավոր կասկած չկար, բայց ամեն դեպքում ես կալանավորեցի իմ կյանքից երկար ժամանակ անիմաստ ու անտեղի վատնեցի։ Նույնը նաև ՍԴ-ի մասով էր ու մոռաց ասել, որ վերաքննիչ դատարանը իրավացիորեն շատ արագ մոտ 40 օր հետո փոխվեց որոշումը ու ազատ արձակվեցի։ Նույնը ՍԴ-ի մասով էր։ Այո, միանշանակ հիմնավոր կասկած ունեինք, որ որոշումը չի կայացվելու, չեմ ուզում ասեմ օգուտ մեզ, այլ օգուտ Հայաստանի Հանրապետության։ Բայց քանի որ ճշմարտության արտահայտության Հայաստանի Հանրապետության ոնց գրած է սպիտակի վրա սևով։ Դրա համար մենք քանի որ նաև պարոն Ղարաբեդյանն հա ընդրած ուղին ու ամբողջ այսպես ասած գալիք ուղին ուղված է միայն օրենքների վրա, ելի եմ կրկնում, մենք առաջնորդվում ենք օրենքով։ Դրա համար մենք այդ նույնպես փորձեցինք, թողնելով նաև այսպես ասած իրենց ուղարկելով պատմությունը, որովհետև վստահ եմ շատ մոտ ապագայում բարձվելու է գեղձիկների հա թվականակը, մեխանիզմները եւ այլն, ոչ իհարկե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, բայց ամեն դեպքում իմ անձնական կարծիքով մեր ՍԴ դատավորները առնվազն ճիշտ որոշում չկայացեցին ու վստահ եմ հետագա երկար ժամանակներ մեզ մեղադրելու են։ Դա իրավական process է, որը բնականաբար քաղաքական հիմքով առաջացած process է։ Եվ անկեղծ մտավախությունս ուրիշ տեղ էր։ Իսկ հանրային ակնկալիքները այն էին, որ այն պահին, երբ որ գիշերը ընտրությունների գիշերը դեռ արդյունքները չամփոփված, դեռ ոչ մի հաշվարկ չարված, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ես եմ հաղթել եմ, ինձ շնորհավորեք, ու սկսեց նաև շնորհավորել, որ այ հենց այդ պահին ուժեղ Հայաստանը, որպես ընդդիմության ամենամեծ ուժ եւ ամենաազդեցիկ ուժ այս պայդրությամբ միանշանակ դա այդպես է, ինքը պետք է ինչ-որ քայլեր աներ, իսկ այ որ ասում եք սպասենք վերահաշվարկին, հետո սպասենք համանդրական դա, այդ ամբողջ ընթացքում այո իրավական կապիտալ հավաքվում է հետոյի համար, որ հետո, բայց քաղաքական կապիտալը, որ հենց այս պահին է անհրաժեշտ, կարծես թե ինքը Ես համաձայն եմ ձեր ասած հետ, բայց դա էլ մեր մարտավարություններից մեկն է եղել, էլի հուսալով ակնկալելով, որ վերջի աշտարություն, աշտարադատություն լինելու է, ինչքան ասենք, որ հա հիվանդանում է, բայց չի մահանում, ինչ էլ լինի։ Դրա համար ես ասեմ, իրականում մեր հələ մասը ուժեղ Հայաստանը մի պահ տնենք կողքի, պատմության մեջ չլսված բան եղավ, որը հստակ գրած էր, որ եթե էական ազդեցություն է թողնում տեղամասին, պետք է վերակվեարկություն լինի։ Ինչ արեցին։ Մի ամբողջ ֆրակցիա դուրս մնաց։ Մի ամբողջ ֆրակցիա դուրս թողեցին, ասենք ամենայն անգործությամբ ես չեմ պատկերացնում
մեկ այլ երկիր, ինչ տեսակ երկիր դիլ, ինչ տեսակ չզարգացած ամենավերջի պայմաններով ապրող երկիր, որտեղ նման իշխանության կողմից հստակ ուղղորդված բան լինի ու վերջում է թե ԿՀ-ն, թե Սահմանադրական դատարանը այլ որոշումներ կայացնեն։ Ներողություն, քանի որ մեր դիտորդներից ոչ բոլորը կարողա տեղյակ լինեն այդ 3 ընտրատեղամաս չէ, այդտեղ չեղարկվել են, ինչի են չեղարկվել, 3-ն էլ իրանց իսկ ստեղծած պատճառներով։ Երկուսում բերեցին ժամը 8-ին, այսինքն փակվելուց րոպեներ առաջ բազմաթիվ զինվորականների ու քվեարկությունը մինչև 11 անց շարունակվեց ժամեր, ընդ որում ԿՀ-ն ուներ այդ ֆունկցիան, այդ լիազորությունը կանգնեցնելու այդ քվեարկությունը չեն արել։ Նախ իրավունք չունեն բոլորը միասին բերել, թե կուտակումների իրավունք չկա տեղամասերում։ Ինչը ՍԴ-ի այդ քննարկումների ժամանակ ակնհայտ դարձավ, որ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կատարել իր պարտականությունները, ըստ էության իրանց պատճառով է եղել։ Երկու ընտրատեղամասում տենց էր, մեկում էլ ինչ որ թերթիկներ չկային, չէ՞, էլի իրանց մեղքն է։ Իրանց մեղքն էր նույնից։ Չէ, ուղղակի հարցը գիտեք որտեղ է։ Այ հիմա էլի հարցը գրում են, ասինքն մարդը հարցնում է, ասում է, չեք կարծում, որ քվեների հաշվարկին ընդդիմությունը ժողովրդի հետ միասին փողոցում պետք է հետևեր։ Չեմ ասում է, որ հետո փողոցային շարժում, այլ գար եւ տեր կանգներ, էլի, այսինքն Ժորժ ջան, մեզ համար բոլորիս համար ակնհայտ էր, էլի, դե ես չեմ ասի, որ Փաշինյանը այնքան ազնիվ մարդ է, որ պետք է պարտվեր ընտրություններն ու ասել, դե լավ, շնորհավորում եմ, ընդդիմություն մենք ժողովրդավար երկիր ենք, ընդդիմությունը ախտեց, պարզ էր, որ չէր անելու, պարզ էր, որ եթե պետք է խախտում անեն, այսինքն տրամաբանական խախտում չկա, էլի, ցանկացած խախտում անտրամաբանական է եւ քննադատելի է, այս հարցը կար։ Հենց ու այս հարցն է էլի առաջանում մարդկանց մոտ, որ լավ, բա հիմա ինչ անենք, սպասենք ՍԴ-ին, հիմա սպասենք խորհրդարանը ձևավորվի կամ չձևավորվի եւ այլն։ Եվ այդ սպասելու ընթացքում հիասթափությունն է մեծանում հանրության շրջանում։ Շատերը ուղղակի բանը հոգնում են, շատերին այս ընթացքում ձերբակալում են, ոնց որ Ծառուկյանի դեպքում։ Իսկ էլի ռեսուրս է, չէ՞, եթե վաղը մյուս օրը կոնսոլիդացնելու հանրությունը անհրաժեշտություն առաջացավ, բարձր Ծառուկյանը շատ մեծ կոնսոլիդացման ներուժ ունի, որ կարող է օգտագործել եւ այլն։ Այսինքն ժամանակը աշխատում է նման դեպքերում օրենք խախտող իշխանության օգտին։ Ու իսկապես ոնց որ բանի դիլեմայի առաջ ես կանգնում, էլի օրենքով գնաս չի լինում, չի թողնում, հա։ Օրենքով չգնաս, դու պետություն հարգող ուզես, չես ուզում։ Նմանվում ես իրենց, լավ, ինչ անես այդ փուլում։ Նամանավանդ եթե ամռանն է դա տեղի ունենում, այսինքն մարդիկ սա արդեն քաղաքական դաշտը միշտ քնում է, ինչ ուզում է լինի, այո, ամռանը դա